ABC մեդիան կրկին ուղիղ եթերում է, դուք դիտում եք լուրերի ժամը 15-ի թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի օր։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Մանրամասներ սրբազաններին վերագրվող ձայնագրությունների ու տեսանյութերի վերաբերյալ, ինչ է հայտնել քննչական կոմիտեն։ Արցախցիների վերադարձի հարցը քաղաքացիական պայմանագրի օրակարգում տեղ չունի, դեմ են քվեարկել Բանաձևին։ Խաղաղության խաչմերուկը Փարիզում, առաջնորդության խաչմերուկներում, ինչ է խոսել Փաշինյանը։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց, կառավարությունը հաստատեց, որն է հաջորդ փուլը։ Պատրաստվեք պատերազմի, գերտերությունների առաջնորդները խոսում են միջուկային փորձարկումների մասին։ ԿՊԵ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող Բանաձևին։ Պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը եւ Եվրոխորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորներ ներկայացրել էին Բանաձև, որով Ադրբեջանից պահանջում էին միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով քաղաքացիական պայմանագրի պատգամավորները հորդորել են եվրոպացիների առաջարկին կողմ չքվեարկել։ Ավելին ԿՊԵ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը Ադրբեջանին չի ներկայացնում պահանջ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի համար։ Շատ շնորհակալություն հարգարժան գործընկերներ, փոփոխությունը, որ պարոն Խաչատրյանը խոսում էր, որի մասին նա խոսում էր, հետևյալի մասին է Ադրբեջանի պարտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը եւ երաշխավորել բռնի կերպով տեղահանված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադառնալ անվտանգ իրենց հայրենիք, Հայաստանի կառավարությունը պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին։ Ուղղակի տեղեկատվության համար էի ուզում սրանով կիսվել։ Սակայն Արցախ հավաքական վերադարձի հարցը Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի օրակարգում է։ Արցախ վերադարձի հնարավոր ձևաչափը եւ դրա անվտանգության բաղադրիչը հարցը քննարկելու համար ուղեղային կենտրոնը մեկ հարկի տակ է հավաքել Արցախից պահեստազորի սպաներին քննարկելու վերադարձի իրատեսական տարբերակները։ Երաշխիքներ, որ նախկին մարտական գործողությունների մասնակցած, որ ոչ մի տղամարդ չի հետապնդվելու։ Պահեստազորի գնդապետ Վահրամ Հակոբյանն Արցախ հավաքական վերադարձի նախապայմաններից մեկն է նշում։ Հետապնդում, ձերբակալություններ կամ այլ գործողություններ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից չպետք է լինեն։ Genesis Armenia-ի հարկի տակ Արցախի պահեստազորի սպաների միության անդամներն էին։ Քննարկել են Արցախ հավաքական վերադարձի թեման, հիմնվելով անվտանգային կոմպոնենտի վրա։ 5 հիմնական նախապայման կա, որն առանձնացրել են միության անդամները։ Առաջի կոմպոնենտը դա բազմազգ ՄԱԿ-ի հովանոտակ խաղապահ ուժերի ներկայությունն է, երկրորդը դա ապահարազմականացված գոտի ստեղծումն է ամբողջ սահմանի երկանքով, երրորդը դա միջազգային ընդունված Լաշինի Միջանցքի փոխանցելն է այդ ՄԱԿ-ի ուժերին, չորրորդ կոմպոնենտը դա ամբողջ Արցախյան հակամարտության շրջանի համար Ադրբեջանի այսպես ղեկավարության կողմից բացառել քրեական հետապնդումը արցախցիների, ինչպես նաև ընդհանրապես Արցախ հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի, ոստիկանության եւ այլ վարչական մարմինների դուրս անելն է։ Պահեստազորի սպաների միության անդամները բռնի տեղահանությունից հետո առաջնային են համարել հավաքական վերադարձի հարցի քննարկումն ու սկսել են մշակել անվտանգային այդ բաղադրիչները։ Յուրի Քարամյանի խոսքով վերադարձը չունի իմաստ, եթե Արցախում ուժեղ չեն լինելու։ Մենք ընդհանուր ստրուկներ չենք ունում դեղ։ Մենք պետք է հավաքական ուժով գնանք եւ բոլոր անվտանգության հարցերը կարող մենք պահպանենք, ոչ թե մեզ շուրջ որևէ պահպանի։ Հասկանալի է համագործակցության, բայց մենք պետք է պահպանենք։ Սա չի նշանակում, թե Արցախում անվտանգային միջազգային ներկայացվածություն չպետք է լինի, նշում է Քարամյանը։
Պարզապես նրանց շարքերում պետք է ծառայեն նաև արցախցիներ ինքնապաշտպանության նպատակով։ Պահեստազորի գնդապետ Վիլեն Սաֆարյանն էլ կարծում է, Արցախ հավաքական վերադարձի համար անվտանգային երաշխավորը միայն Հայաստանը չպետք է լինի։ Ասում է, գործող իշխանությունն է նպաստել այդ համոզմանը գալու համար։ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, որ ամեն կերպ ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Արցախյան այդ հավաքական ուժը տորովի առանձին մասերի մի մասը աշխատանք փնտրելու պատրվակով կամ տեղափոխում են Ռուսաստանի Դաշնություն, մի մասը անվերադարձ եվրոպական երկրներ եւ process-ը շարունակում է։ Ադրբեջանի հետ հարևան լինելը Պահեստազորի գնդապետին սովորեցրել է միշտ զգոն լինելը։ Ասում է, որքան համաձայնագրեր լինեն, պայմանավորվածություններ ստորագրվեն խաղաղության համար, միևնույնն է, Արցախում մարտունակ պետք է լինել։ Ունենանք նաև այն մոբիլիզացիոն ռեսուրսը, որ կարող ենք այդ միջազգային անվտանգությունը ապահովող կառույցների հետ համատեղ մեկտեղ ի պաշտպան կանգնել Արցախյան հանրապետության բնակչությանը։ Պահեստազորի գնդապետների հետ փակ քննարկման ընթացքում անդամներն այլ առաջարկներով են հանդես եկել։ Արմեն Սարգսյանի խոսքով փորձառու զինվորականները առանձնացրել են անվտանգային ամենակարևորներից մինչև երկրորդական թվացող խնդիրները։ Ինչպես կարելի է կատարելագործել նոր Արցախյան հանրապետության նոր պաշտպանության բանակը ինչպեսին պետք է լինի, բացի պաշտպանության բանակից ինչպես պետք է միասնաբար աշխատեն բոլոր անվտանգության բաղադրիչները։ Մասնագիտական խմբի հետ քննարկումը հնարավորություն էր առկա հարցերի լուծումների մասին խոսելու եւ նոր հարցեր բարձրաձայնելու համար։ Արմեն Սարգսյանի խոսքով հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ անվտանգության գործում կրթական համակարգի դերին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փաշինյանը Փարիզում է մասնակցում է խաղաղության 8-րդ ֆորումին։ Առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանն էլ խոսել է խաղաղության խաչմերուկի սեփական նախագծի մասին։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է, հայտարարել է Փաշինյանն ու շեշտել, որ սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլև տարածաշրջանի համար։ Բազմաթիվ փաստարկներ եւ քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ եւ այլն, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Արցախի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը։ Խոսելով 2026-ի խորհրդարանի ընտրության մասին, Փաշինյանն ասել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, հետագա բարեկեցության եւ կայունության համար։ Նա նաեւ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ եւս առաջիկայում դրական զարգացում կլինի։ Բանակայինները, քաղաքագետները համոզված են, բանակն է անվտանգության ու իրական խաղաղության թիվ 1 երաշխավորը, սակայն գործող իշխանությունը հերթական հարվածն է փորձում հասցնել այդ ոլորտին։ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագիծն ընդունեց կառավարությունը։ Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին։ Կառավարությունը կանխատեսում է նաև, որ պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման համար ծախսերը կնվազեն։ Օրենսդրական փոփոխությունները կառավարությունը կներկայացնի ազգային ժողովի քննարկմանը։ Հայաստանում ավելի քան 60 քաղբանտարկյալ քաղաքացի կա, իրավաբան ու հոգևորական։ 3 էլ մեղադրանք են առաջադրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին 9 դրվագով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Խափանման միջոց են կիրառել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը, որի մասին Բալասյանն իմացել է մամուլից։ Նա հանդես է եկել ուղերձով ու ասել, առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանք, որը չի ընդունում։ Նա խոստացել է հետագայում անուններ տալ, իսկ մինչև այդ խոստացել է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իր եւ համայնքի ընտրողների շահերը։
Վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։ Հարգելի բյուրեղավանցիներ, մոտ 2 տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակում ենթադրաբար հարցաքննել են հարյուրավոր քաղաքացիների, որի արդյունքում ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։ Դատարանը կորոշի մեղավոր եմ, թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն ով է իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը եւ քաղաքի անդորը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Եվս մեկ ընդդիմադիր համայնքապետ, որը բանտում է, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան։ Մեր ձևով ժողովրդական շարժումը դատապարտում է Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը։ Հայտարարություն են տարածել, որում ասվում է. վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ժողովրդի ընտրած համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով եւ սպասվող ընտրական գործընթացներով։ Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը եւ առհասարակ վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների խոր ճգնաժամի, ընտրովի արդարադատության եւ դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այս րոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։ Իսկ մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը նամակ է հրապարակել Արթիքի քրեակատարողական հիմնարկից։ Հայաստանում արդարություն ու արդարադատություն լինելու է, պայքարելու եմ, չեմ կոտրվելու, գրել է փաստաբանն իր նամակում։ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի գաղտնի նկարահանումների գործի վերաբերյալ հարուցել է քրեական վարույթ։ Ըստ քննչական կոմիտեի վարույթ են հարուցել անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց գործածելու հոդվածով։ Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացրած 3 հաղորդումների վերաբերյալ կազմել են վարույթ չնախաձեռնելու արձանագրություն եւ ուղարկել են հսկող դատախազի հաստատմանը։ Ըստ 24 News-ի հաղորդումներից մեկը վերաբերում է Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի հեռախոսազանգի ձայնագրության տարածմանը։ Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած մարտեր առանց կանոնների մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, որոնք արտաքուստ, չեզոք, պասիվ կեցվածք են ընդունել, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով Փաշինյանը մշտապես գործում է Վաբանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված ատելություն եւ թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում։ Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ եւ կանոնակարգված առաջ է շարժվում։ Թիրախում պահելով նախկին նախագահներին, մայրաթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց ղեկավարներին։ Որքան իշխանությունը փորձում է անտեսելու տալ Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է, աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական գեներալ Մայքլ Ֆլինը Սպիտակ տան ղեկավարի միջուկային փորձարկումների վերաբերյալ արված արտահայտություններից հետո հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի է։ Քաղաքականության եւ նպատակների փոփոխությունները կարող են հանգեցնել պատերազմի բնույթի եւ վարման փոփոխությունների, եւ երբ քաղաքական նպատակները դառնում են ավելի սահմանափակ եւ աներևակայելի, պատերազմը դառնում է անխուսափելի։ Ամուր կապեք ձեր կոշիկները, զինվորականներ։ X-ի էջում գրել է Ֆլինը։ Երեկ երեկոյան ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներ իրականացնել հավասար հիմունքներով այլ երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն նման ծրագրեր։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի միջուկային զենքի փորձարկման կայաններ եւ փորձարկումների մանրամասները կհայտարարի ավելի ուշ։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, Ռուսաստանը տեղյակ է, որ որոշ երկրներ պատրաստվում են միջուկային փորձարկումներ անել, եւ եթե դա տեղի ունենա, Մոսկվան նույն կերպ կպատասխանի։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը հոստացել է լուծել կորեական թերակղզու հակամարտությունը, կոչ անելով կանգնեցնել պաշտոնապես պատերազմական վիճակը։ Գիտեմ, որ կորեական թերակղզում պաշտոնապես պատերազմական դրության մեջ են, բայց կտեսնենք, թե ինչ կարող ենք անել դա լուծելու համար, ասել է նա Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնի հետ հանդիպման ժամանակ։
Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը հանդիպել են։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թրամփը եւ Սի Ցզինպինը քննարկել են ոչ միայն չինա-ամերիկյան հարաբերությունները, այլ նաեւ Ուկրաինայի խնդիրը, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են մեծ ուժերը փորձում գտնել ընդհանուր լուծումներ։ Բուսանում երկու առաջնորդների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Մելիսա Փոթորիկը հարվածել է Կարիբյան ավազանին ավերելով մի քանի քաղաք։ Ջրհեղեղների հետևանքով Ջամայկայում 5 մարդ է զոհվել, իսկ Հայիթիում առնվազն 20։ Անգլիայի կառավարությունը 3.3 միլիարդ դոլար է հատկացրել որպես մարդասիրական օգնություն Ջամայկայի վերականգնման համար։ Վրաստանում ներքին լարվածությունը հասել է նոր մակարդակի։ Նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ աջակցում է վրացական երազանք կուսակցության նախաձեռնությանը, ընդդիմադիր 3 կուսակցությունների գործունեությունը արգելելու նպատակով դիմելու է սահմանադրական դատարան։ Սա նոր փուլի մեկնարկ է Վրաստանի քաղաքական կյանքում։ Կատարը պատրաստ է միջնորդել ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջև ճգնաժամի լուծման հարցում, եթե Վաշինգտոնը հետաքրքրված լինի դրանում։ Արտաքին գործերի նախարար Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ-Թանին նշել է, որ Կատարը սկսել է երկխոսություն Վենեսուելայի հարցում դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի օրոք, ինչը հանգեցրել է մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակմանը։ Այժմ Կատարը պատրաստ է շարունակել բանակցությունները, բայց այս պահին կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվ վերջապես, Լիտվայում իշխանությունը որոշել է 1 ամսով փակել Բելարուսի հետ սահմանը անվտանգության նկատառումներով։ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենն հաստատել է, որ սահմանը փակելը անհրաժեշտ է հաշվի առնելով Բելարուսից եկող սպառնալիքները։ Վերջին զարգացումները սակայն ենթադրում են, որ այս քայլը կպահանջի նոր քննարկումներ ԵՄ-շրջանակներում։ Քիչ անց կմեկնարկի Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի հերթական դատական նիստը, որին ուղիղ միացմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իսկ այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։